Մայիսի 9-ին և 10-ին ժամը 19-ին պրեմիերա է Գյումրու դրամատիկական փոքր թատրոնում ընտրությունը սեր ըստ Լեոնարդ Գերշի։ Սիրո պատմություն մեկ գործողությամբ։ Մեր հյուրերն են Գյումրու դրամատիկական թատրոնի երիտասարդ ռեժիսոր Նադեժդա Ավետիսյանը, բարի լույս։ Գյումրու դրամատիկական թատրոնի դերասան Արսենը Միքայելյան, բարի ձեզ, եւ Գյումրու դրամատիկական թատրոնի դերասանուհի Լիլիթ Խարատյանը, բարի լույս։ Ուրիշ են Գյումրեցի, տես մինեք, ուրիշ եք, շատ լավն եք ու մենք այս ընթացքում են նաև խոսում էինք մեր հյուրերի հետ, այդ երրորդյա ձեր հյուրախաղերը, որ տեղի ունեցան Երևանում, դուք նախ մեծ ֆանտաստիկ թիմով եկեք ու այդ 160 ամենքին նվիրված այդ ֆանտաստիկ գործերը, որ արվել է, շնորհակալ ենք ձեզ ու մենք պատիվ ունեցել ենք նաև ձեր թատրոնից էլ հյուրընկալելու, խոսելու այս ամենի մասին, այդ հետո կշփվենք կոֆեի շուրջ։ Ինչ է սպասվում հիմա։ Ինչ գործ է սա, ինչու ենք սա ընտրել, որն է մեսիջը հիմնական, չնայած լավ, սա հարցերը տվեցին։ Սկսենք առաջինից։ Ինչու ենք ընտրել այս գործը։ Ուրեմն խոսեմ այս մասին, նախ պիեսի հեղինակը ամերիկացի դրամատուրգ Լեոնարդ Գերշն է և պիեսի օրիգինալ տարբերակում վերնագրվում է Թիթեռներն ազատ են։ Պետք է նշեմ, որ ունեցել ենք շատ փոփոխություններ և փորձել ենք վերաիմաստավորել գործը, ստեղծել ավելի համապատասխան մեր ժամանակաշրջանին, համապատասխան մեր երիտասարդությանը։ Հայիֆիկացրած կլինեք։ Իրականում միջավայրը պահպանել ենք, քանի որ գործողությունները տեղի են ունենում հենց Նյու Յորքում։ Ներկայացումը ազատության, սիրո, ընտրության և համարձակության մասին է, թե ինչ է տեղի ունենում, երբ երկու տարբեր աշխարհներ, այս դեպքում մեր մոտ տղան և աղջիկը փախվում են իրար և ինչ կարող է տեղի ունենալ այդ ստեղծված քիմիայից, որը հիմնականում կարծում եմ հիմա երիտասարդներին շատ պետք է և շատ արտիական թեմա է։ Ստեղծագործական պրոցեսի ընթացքում վայելել ենք կոնկրետ, ասեմ, որ Գյումրու թատրոնում ստեղծագործելը մեծ պատասխանատվություն է և իրենից ներկայացնում է մեծ պրոֆեսիոնալ թիմի հետ աշխատել, համագործակցել և փորձել ամեն ինչ այնպես անել, որ ոչ մի խնդիր չառաջանա ընթացքում։ Ունեցել ենք հրաշալի ստեղծագործական պրոցես և վստահ եմ ունենալու ենք դեռ 2 օր ունենք։ Փորձել ենք, էլի եմ ասում, վերաիմաստավորել պիեսը, փորձել ենք ստեղծել այնպիսի միջավայր բեմում, որը համապատասխան է մեր Գյումրու հանդիսատեսին և հիմնականում թիրախավորել ենք երիտասարդներին։ Խոսենք կերպարներից, դուք այն կույր տղան եք, հարուստի տղան, չեմ սխալվում։ Հայտնի գրող է մայրը կենսագրությամբ և այդպես մայր և որդի փոխհարաբերությունների բացահայտում և ֆոնի վրա նաև սեր, որը հայտնվում է այս տղայի կյանքում և ինչպես է հետո արդեն ավարտվում է պատմությունը, նաև հավելենք, որ պիեսը աշխարհում շատ մեծ հայտնիություն ունի և ամենաշատ բեմադրված պիեսներից մեկն է եղել։ Ընդհանուր կամերային ուներ եւս մի շատ հայտնի տարբերակ, որը նայել ենք տարբեր դերակատարներով, ինչ տարբերություն թվում է։ Մեզ մոտ իհարկե լիովին մեկնաբանությունն այլ է, մոտեցումները եւ լրիվ այլ ներկայացում է ստացվելու, որ ժամանակ ունենաք գաք նայեք, ապա կտեսնեք։ Հետաքրքիր լուծումներով ու Նադեժդայի առաջին ներկայացումներ թատրոնում եւ չնայած որ ինստիտուտի տարիներում բավականին հետաքրքիր ներկայացումներ արել, որպես թատրոնի առաջին ներկայացում շատ պատասխանատվությամբ ենք մոտենում բոլորս, որ կարողանանք այնպես անել, որ իսկապես ստացվի, որովհետեւ շատ հեռանկարային ռեժիսոր է ապագայի համար եւ հիմա էլ իհարկե եւ կարծում եմ իրեն վստահել է եւ թատրոնը այն որ վստահեց իրեն ու ինքը հիմա թատրոնում է բեմադրություն է անում, դա իզուր չի եղել եւ հաստատ մենք Նադիայի մասին լսելու ենք դեռ ու ուրախանալու ենք իր ներկայացումը։ Այո, առավել եւս երբ այսպես հսկայական ավանդույթներ ունեցող թատրոնի մասին է խոսքը։ Լիլիթի համար որքանով է այսպես համահունչ եղել խառնվածքին դերի կերտումը։ Իրականում նմանություններ բավականին կա իմ կյանքային տեսակի հետ, բայց էներգետիկ առումով իմ համար շատ բարդ է եղել, որովհետև ես իմ կյանքում խաղաղություն, հանգստություն, ավելի պասիվ կյանք սիրող մարդ եմ, ու երբ ես կերպարն էքսցենտրիկ, իր տեմպ ու ռիթմային առումով շատ ակտիվ աղջիկ է, իմ համար ստանալը, իմ էներգիան ավելի բազմապատկելով այդ կերպարը ստանալը շատ բարդ է եղել, էլի, բայց իրականում շատ հաճելի էր, որովհետև այս կերպարն էլ
իմ կյանքում հայտնվեց մի այնպիսի էտապում, որ ես սկսեցի շատ բաներ վերաիմաստավորել հենց իմ կյանքում, թեկուզ պահերը գնահատելու, պահերով ապրելու գաղափարը հենց։ Ինչու ընտրությունը սեր, ընտրություն ինչից, որտեղից։ Երևի այսպես ասեմ, շատ երկար ենք տատանվել ըստ մեր տարբերակի ինչպես վերնագրել պիեսը, որովհետև էլի նշեմ, պիեսում բազում փոփոխություններ է տեղի ունեցել, թե տեսարանային, թե կերպարների փոխհարաբերությունների հետ կապված, եւ ինչու ընտրեցինք վերնագիրը սեր, որովհետև հասկացանք, որ հենց այդ ընտրության մասին է, երբ մարդը հայտնվում է ինչ-որ խնդրի առաջ եւ պետք է կատարի իր համարձակ որոշումը, թե ինչը պետք է լինի եւ ի վերջո սերը ընտրությունն էլ սեր է ու պետք է հասցնենք այդ մեսիջը հանդիսատեսին, որ ճիշտ ընտրության արդյունքում կկարողանանք ի վերջո կարգավորել մեր կյանքը, գուցե համարձակ է ընտրությունը, գուցե պետք է ազատվել շատ այլ ազդակներից, պետք է կարողանալ հաղթահարել կյանքում բարդություններ, որոնց մասին երբևէ չես մտածել, եւ հենց այդ ընտրության մասին է, հենց կյանքի ընտրության մասին է, ազատության ընտրության մասին է այս ներկայացումը։ Հենց դրա համար էլ ընտրել ենք սերը, էլի։ Այսօր ամեն ինչի հիմքում էլ սերն է, ամեն ինչ, նույնիսկ երբ որ մարդիկ վիճում են այդ կռիվը, որ կա, կրկին սեր կա այդ ամեն ինչի մեջ։ Ու իմ կարծիքով, եթե դուք կփաստեք իհարկե, սերը բեմում խաղալը դա ամենաբարձրն է։ Որպեսզի կլիշե չդառնաս, իմ կարծիքով ամեն մի քայլը շատ ավելի մտածված պետք է լինի, որովհետև բոլորովին այլ էներգետիկա ու բոլորովին այլ մեսիջ կարող է գնալ, եթե ճիշտ ենք հասկանում, այդպես է թե ոչ։ Միանշանակ այդպես է ինձ թվում է, որովհետև բավականին բարդ խնդիր է բեմում սեր։ Ցույց տալը մի քիչ սխալ է, որտեղ այս դեպքում եթե փորձեցիր ցույց տալու ճանապարհով գնալ, ապա ինքը միանշանակ չի ստացվելու։ Այսինքն պիտի գտնես այն թելերը, որոնք ճիշտ կառուցելու են ու ենթագիտակցորեն ստեղծելու են այդ համապատասխան քիմիան երկու հերոսների մեջ, հակառակ դեպքում հաստատ չի ստացվի։ Այսինքն եթե հերոսները, այսինքն ոչ թե դերասանն ու դերասանն հերոսներն իրար չսիրահարվեն, հաստատ չի ստացվելու թե բեմում, թե ուրիշ տեղեր։ Okay, արդյոք սա այն ներկայացումը, օրինակ մենք շատ հաճախ խոսում ենք սցենար, բեմադրող, դերասաններ, բայց մենք մոռանում ենք շատ կարևոր դետալների մասին, դա լույսն է, դա դեկորներն են, արդյոք սա այն ներկայացումն է, որտեղ լուսավորությունը, լույսը հենց կրկին մեծ եւ կարևոր դեր ունի։ Միանշանակ ունի, քանի որ տղայի կերպարը կույր է, փորձել ենք լուսային ձևավորմամբ ստանալ այնպիսի միջավայր, որ մթությունը, այսպես ասեմ, լույսը դարձել է ներկայացման մեջ գործող անձ որպես այդպիսին ու փորձում ենք այնպես աշխատել, որ երբ տղայի կյանքում հայտնվում է աղջիկը, լուսավորվում է ավելի ու մեր ներկայացման մեջ հենց լույսը որպես այդպիսին դարձել է գործող անձ։ Դուք նաև նշեցիք, դե շատ մենք Նադեժդայի մասին շատ դեռ կխոսենք վստահ եմ, որ կնստենք ասենք վաու, նա եղել, ինչպես է։ Որքան է նա սկսնակ երիտասարդ ռեժիսոր է, բայց կարծում եմ միևնույն է այս process-ի ընթացքում եղել են բարդ պահեր, որը որ նա մաքսիմալ փորձել է ամեն կերպ անցկացնել, որպեսզի դուք ոչինչ չզգաք։ Նույնը ձեր կողմից, այսինքն իրեն էլ է բարդ եղել ձեր հետ աշխատելու, որովհետև շատ պահեր կան, որ պետք է հասկանալ, լինել նույն գծի վրա, նույն մուդը զգալ։ Եղել են այդպիսի պահեր եւ ինչն ամենաբարդ է եղել այս ներկայացման ընթացքում ձեր համար։ Որ ասեմ հստակ ինչ-որ բարդությունների բախվել ենք, սուտ կլինի, այսինքն բարդությունները գուցե եղել է, որ նյութը ավելի ինքը 70-ականներ, 80-ականների ժամանակաշրջանում գրված գործ էր եւ արդեն այսօր մի քիչ արդիականացնելու խնդիր ուներ, այսինքն եթե 10 տարի առաջ ինքը կարող է եւ այդ խնդիրը ուներ, այսօր չէ, մի թեթև ավելի սրելու, մի թեթև ավելի սուր կողմերը ընդգծելու կարիք ուներ եւ ավելի շատ երևի նյութի հետ աշխատանքի ընթացքում է, որ կարողացել ենք այդ բաժանումները ճիշտ կատարել, իսկ մնացած ստեղծագործական process-ն այնքանով էր հավես, որ 5 հոգի ենք, այսինքն Նադյան ու 4 դերակատարները, ես, Տիլիթը, Նարան Սանթոյան, մեր սիրելի եւ Սարգիսը Հարությունյան թատրոնի էլի շատ շնորհալի դերասաններից մեկը, երիտասարդ ու շատ ընտանեկան մթնոլորտում ինչպես մեր մյուս ներկայացումների դեպքում տեղի ունենում, այդպես եղել, այսինքն
հանգիստ խոսելով, քննարկելով, եթե կան առարկություններ, եթե այդ առարկությունները իսկապես ունեն իրենց բացատրություններն ու արդարացումները, խոսել ենք ու այդ առարկությունները ստեղծագործական առարկությունների մասին եւ ոչ թե մարդկային, որովհետեւ բոլորի ձգտումները եղել է ի վերջո ստանալ մաքսիմալ լավագույնը ու հենց այդ ձգտումով էլ առաջնորդվել ենք 5-ս, մեկս մյուսից օգնելով, մեկս մյուսից ուղղորդելով, մեկս մյուսից առաջնորդելով։ Վերջին տարիներին օրինակ տեսնում եք միտում, որ բավականին այսպես կարող ենք փաստել, որ երիտասարդները շատ են, սերնդափոխությունը այսպես արագ է կատարվում, անդադար նոր դեմքեր ենք տեսնում։ Գոնե ինձ համար, որպես ոչ թատրոնի մարդու, ոչ արվեստագետ, արվեստի մարդ, կողքից ես այդպես եմ ընկալում։ Իրականում այդպես է թե ոչ, եւ եթե այդպես է, ինչն է շարժիչ ուժը։ Եվ օրեցօր հանդիսատեսի շարքում ավելի շատ են համալում երիտասարդները։ Իրականում թատրոնում սերնդափոխությունը ինձ համար շատ կարևոր երևույթ է, քանի որ հենց նոր շունչն ու նոր ծերագիրն է թատրոնը պահողն ու ապրեցնողը ինձ համար։ Ու այս դեպքում իհարկե ավագ սերնդին հարգելով, վերցնելով իրենց փորձը, ինչպես կատարվում է մեր թատրոնում, շատ կարևոր է նաև նոր սերնդի շունչը, այդպես է նորացվում արվեստն ու ծնվում նոր ներկայացումները։ Եվ անկախ ամենից այս մասնագիտությունը, այս արվեստը ինքը երիտասարդ արվեստը ինքը չկարող այդպես տարիքային որոշակի նորմերի մեջ տեղավորվել։ Ինքը անընդհատ նոր շունչ է ուզում, ինքը անընդհատ նույնիսկ այդ ամփորձությունն է ուզում, որ ուսանողական տարիքից տեղափոխվում են բեմ ու որոշակի ամփորձություն, այդ ամփորձությունը երբեմն շատ ավելի համեղ է, ու շատ ավելի նորովի ու շատ ավելի շերտային է, քան որ դերասաններ, ովքեր տարիների ընթացքում արդեն փորձված են ու խորամանկ լավ իմաստով եւ ոչ վատ թատրոնները այդ գիտակցում են ու շատ հեշտ թողնում են, որ շնորհալի երեխեքը կարողանան ճիշտ ինտեգրվել ու քանի որ մեր թատրոնի դեպքում էլ մենք ընտանիք մոդելով ենք փորձում աշխատել, որ գալիս են ավելի ճիշտ ուղղորդելով, ավելի ճիշտ օգնելով, այս բանը այսպես արա, այս բանը այնպես արա, շատ արագ տեղավորվում են, շատ արագ սերվում են, գտնում են իրենց տեղը, կետը, գրիմանոցը, հետո նաև ու այդպես հիմնականում արդեն մնում են թատրոնում։ Ձեզ նորանոր ստեղծագործական ձեռքբերումներ ենք ցանկանում, վստահ ենք դեռ երկար ճանապարհ ունեք անցնելու։ Եվ պետք է անգամ հիշեցնենք մեր հեռուստայտողին, որ նախ հավաքվեք բոլորով ու գնացեք Գյումրի, ձեռի հետ կարող եք գնալ Գյումրի, մի քիչ զբոսնել, վայելել Գյումրու ֆանտաստիկ փողոցները, այդ մթնոլորտ տրամադրությունը եւ մայիսի 9-ին եւ 10-ին ժամը 19-ին Տոմսերներ գնում եք մի 5 հոգով մինիմում։ Գնում եք պրեմիերային Գյումրու դրամա։ Չեն կարողանա 5 հատ գնել, որտեղ արդեն համարել է 3 մինիմում օրվանից է մնացել մի 2։ Մնում է սպասել հաջորդ շատ լավ է։ Արդեն սպասում են։ Չկա Տոմս։ Չկա Տոմս։ Բայց գնացեք Գյումրի ու ես մտածում եմ որ մայիսի 9-ից 10-ից բացի կավելանա։ Դե միանշանակ կավելանան, արդեն մտածում եմ թե արդեն երբեք հասցնելու տեղավորվենք, որ շատ լավ է, այ ուրախել է, տես ոչ թե սրճարանի մոտ կամ ռեստորանի մոտ են հերթի մեջ կանգնած, վայ որտեղ նստենք սելֆին անենք, այլ թատրոնների մոտ է հերթերը, ոչ միայն Գյումրին, այլ նաև Երևանում ու ընդհանրապես։ Իսկ դուք սիրելի հեռուստադիտողներ մնացեք մեր եթերում, դիտեք Կենտրոն հեռուստաընկերությունը, լավ օրեն մաղթում։